Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ավտոլայվի ռեժիմով այսօր մարտի 5-ին լավ լուրով հրատապ եթեր եմ մտել, արդեն տեսակ Արսեն Բաբայանը, իրավապաշտպաններից մեր գործընկեր, մեր ընկեր արդեն հանրությանը իրազեկել է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափաման միջոց երկարացնելու մասին որոշումը եւ այլընտրանքային խափաման միջոց է կիրառել Սրբազանի նկատմամբ։ Բազմաթիվ զանգեր եմ ստանում, հենց այս պահին էլ զանգեր գրառումներ, որպեսզի ամեն մեկին առանձին չպատասխանեմ, նշեմ, որ այս պահին մենք զբաղվում ենք թղթաբանության հետ կապված հարցերով, անձամբ ես այս պահին ուղևորվում եմ Երևան կենտրոն քրեակատարողական, որտեղ պահվում է Արշակ Սրբազանը, նրան փոխանցելու լուրը, մինչև այդ որոշ հարցեր կան, մինչև թղթերը ստանանք, մինչև փոխանցենք, դեռ ժամանակ կա, չգիտեմ, իհարկե ուզում եք րոպե առաջ, վայրկյան առաջ լինի, բայց հասկանում եք, որ որոշակի հարցեր կան եւ Արշակ Սրբազանի ազատ արձակման ժամը այս պահին դեռ հայտնի չի, մոտակա ինձ թվում է 1 մաքսիմում երևի 2 ժամվա ընթացքում կլինի, բայց այս պահին դեռ Արշակ Սրբազանը Երևան կենտրոնում է, վստահ չեմ, որ տեղակ է այս որոշման մասին, ես ուղևորվում եմ նրան հայտնեմ, մեր Արսենը գործուղման մեջ է, արտասահմանում է, վերադարձի ճանապարհին է կարծեմ, եւ մենք փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս արագ Արշակ Սրբազանը վերականգնի իր ազատությունը։ Ինչ վերաբերում է սահմանափակումների ծավալին, Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված այս պահին չենք կարող ասել, մինչև որոշումը մեր ձեռքի տակ չլինի, որևէ բան չենք կարող ասենք։ Արսենը զանգահարել էր, փաստն այն է, որ հայտնել են, որ վարչական հսկողություն է սահմանվել, չգիտեմ այլ խափաման միջոցներ կան թե չկան, այս պայդրությամբ մեր տեղեկատվությունը այսքանն է եւ լրացուցիչ ես նաեւ կգրեմ, թե մոտավորապես երբ է նախատեսվում, որ Արշակ Սրբազանը դուրս գա Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Նշեմ, որ Արշակ Սրբազանի գործով ավարտ էր հայտնված եղել, ես բազմիցս խոսել եմ այս մեղմ ասած անընդունելի նախադեպային վճռաբեկի նախադեպի մասին, որ եթե գործը փոխանցվում է առաջի հայցանի դատարան ըստ էության քննության, ապա այլևս Վերաքննիչ դատարանը չի կարող ազատ արձակել ուրեմն բանտում պահվող անձին։ Եվ քանի որ ավարտ էր հայտնվել, մենք էլ հետևում էինք այս պայդրությամբ նման փաստ չկա, գործը դատարան մուտք չի գործել, հետևաբար Վերաքննիչ դատարանը որևէ կաշկանդվածություն չուներ, որևէ որոշում կայացնել, այդ թվում նաև բեկանելու առաջի հայցանի դատարանի դատական ակտը։ Այս պայդրությամբ երևի թե այսքանը։ Լրացուցիչ տեղեկությունների հետ կապված կամ Արսենը կգրի, կամ ես կգրեմ, որտեղ վստահ չեմ, հնարավոր է ինքնաթիռում Արսենը լինի։ Ներեք զանգեր են գալիս, երբ է նախատեսվում, որ Արշակ Սրբազանը դուրս գա հիմնարկից։ Այս պահին զանգեր են գալիս, այս պահին ավարտել։